Բարևիմ շացիելի հեռուստադիտողներ, կրկին Մեդինֆորմ հաղորդաշարն է եթերում, այսօր զրուցելու ենք մի շատ տարածված խնդրի մասին, որը սպառնում է աշխարհի բնակչության 23%-ին։ Այո, աշխարհի մասշտաբով սա բավականին մեծ տոկոս է, խնդիրը բավականին կարող է լուր մնալ, երկար ախտահարում ունենալ օրգանիզմում եւ այնուհետեւ զգացնել տալ։ Մենք խոսում ենք այսօր Helicobacter pylori մասին, մի բակտերիա, որը ունի պարուրաձև տեսք եւ ունի մտրակներ իր վրա եւ որը ամուր կարճում է ստամոքսիլորզաթաղանթին եւ արտադրում թույներ ամբողջությամբ ախտահարելով ստամոքսը։ Թե ինչ հետևանքներ է այն ունենում, իհարկե րոպեներանց կմեկնաբանի մասնագետը, նշեմ, որ ուրիազա կոչվող ֆերմենտ արտադրվում է հենց այս բակտերիայի Helicobacter-ի կողմից։ Եվ այսպես Helicobacter-ի ծագումը, փոխանցման ուղիները, վերջում նաև բուժման եղանակները կներկայացնի Իզմիրլյան բժշկական կենտրոնի կոնսուլտացիոն եւ ախտորոշիչ բաժանմունքի եւ ընդունարանի ղեկավար գաստրոենտերոլոգ Տաթևիկ Բադալյանը, բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի հյուրն եք։ Եվ հուսով եմ մեր հեռուստադիտողը շատ անհամբեր սպասում է այս ինֆորմացիան, որովհետև իսկապես խնդիրը մտահոգիչ է, այո, դրա հետևանքները բավականին շատ են։ Նախ սկսենք, թե ինչպես է առաջանում Helicobacter pylori-ն, ինչպես այն ներթափանցում մեր օրգանիզմ եւ առհասարակ նաեւ դրա վտանգավորությունը ներառենք այս հարցի շուրջ։ Հենց սկզբից շատ ճիշտ ներկայացրեցիք։ Helicobacter pylori-ն դա գրամբացական միկրոբ է, որը ունի սպիրալաձև տեսք։ Եվ ընկնելով օրգանիզմ բնակվում է հենց ստամոքսի եւ 12 մատնյա աղու լորձաթաղանթում։ Իդեպ ասեմ, որ շատ ճիշտ ստատիստիկա եք անցկացրել, որ աշխարհի ամենատարածված միկրոբներից մեկն է։ Եվ իզուր չի, որ նման միկրոբների հայտնաբերողները դրանք ավստրալիացի գիտնականներ են, որոնք Նոբելյան մրցանակի են արժանացել։ Ինչ վերաբերվում է Helicobacter pylori-ի առկայության դեպքում, թե ինչպիսի ախտաբանական վիճակներ են առաջանում օրգանիզմում, ասեմ, որ դրանք հետևյալն են։ Դա ստամոքսի լորձաթաղանթի, 12 մատնյա աղու լորձաթաղանթի բորբոքումներ են, գաստրիտներ, դուոդենիտներ, էրոզիաներ, խոցեր եւ Helicobacter pylori-ի առկայության դեպքում կարող են զարգանալ նաեւ ավելի լուրջ հիվանդություն, հա, ընդհանուր մինչեւ քաղցկեղի զարգացում։ Անտեսելու դեպքում։ Եվ շատ ճիշտ նաեւ նշեցիք, որ Helicobacter pylori-ն ստամոքսում առաջացնում է, արտադրում է ուրիազա ֆերմենտը, որը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը եւ ստամոքսի միջավայրը, քանի որ գիտենք, որ թթվային միջավայր է, նման միկրոբի համար իդեալական պայմաններ է եւ արտադրելով ուրիազա ֆերմենտը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը եւ վերջինից ուրեմն պատասխան տալու համար լորձաթաղանթը ել ավելի շատ աղաթթու եւ պեպսին է արտադրում եւ ավելացնում է ավելի իր համար բարենպաստ պայմանները։ Այո, բժշկուհի, այն նշվում է, որ ի սկզբանե թվում էր, թե ստամոքսը ստերիլ մի միջավայր է, որտեղ ամեն ինչ իդեալական է, սակայն այս բակտերիայի հայտ գալուց հետո պարզվեց, որ ոչ, ստամոքսահյութը աղաթթուն իսկապես, ինչպես դուք եք նշում, շատ նպաստավոր են Helicobacter pylori-ի համար։ Կան սննդատեսակներ, որոնք ընդունելով այն մարդով կրում է իր մեջ այս բակտերիան եւ չգիտի ավելի է խորացնում այս խնդիրը։ Եթե այո, ապա նշեք, որոնք են, որ պետք է բացառել։ Գիտեք, սննդամթերքները կարող եմ ասել, որ Helicobacter pylori-ի փոխանցման ճանապարհը դա fecal oral ճանապարհն է, այսինքն կարող է համբույրի միջոցով փոխանցվել, կարող է աղտոտված սննդամթերք օգտագործելուց, կարող է վարակված մարդու, հա, հետ մեկտեղ օգտվել այդ նույն խոհանոցային պարագաներից, սպասքից, ինչպես նաև ջրի միջոցով, իհարկե։ Կոնկրետ սննդատեսակ չենք նշում, այո, ամբողջը, այո, եւ սպասքը, այո, նշեցիք։ Այսինքն պետք է սա ցուցիչ հանդիսանա որոտար տեղերում, որտեղ մենք չգիտենք, դա մեր ընտանիքի անդամը չէ, իհարկե թեպետ ընտանիքի անդամն էլ կարող են կրել։ Իհարկե, կենցաղային պայմանները շատ մեծ դեր են խաղում հիվանդությունների առաջացման, փոխանցման գործում։ Շատ լավ, եւ ինչ է կատարվում մեր օրգանիզմում այս բակտերիայի բնակության
դեպքում, քանի որ այն համր է, այո, շատ արդեն բարդացած դեպքերում է, որ ախտանշաններ են ուղարկում, դրանց կանդրադառնանք քիչ անց, ինչ է կատարվում առհասարակ ստամոքսի հետ, ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Քանի որ առաջ է բերում բորբոքային պրոցեսներ, էրոզիաներ, խոցեր, հա, նշեցի, ընդհանուր մինչև քաղցկեղի զարգացում։ Նման դեպքերում բնական է ունենում է այս հիվանդությունը իր կլինիկական արտահայտությունները։ Կարող է լինել նաև անախտանիշ, անսիմպտոմ, հա, բայց հիմնականում դրանք դիսպեպտիկ երևույթներն են։ Հիմա ես կթվեմ ինչ գանգատներ են ունենում հիվանդները։ Ուրեմն դրանք սրտխառնոց, փսխումներ, լինում է բերանի թթվային համ կամ դառնահամություն, հա, անզուսպ գղտոցներ են լինում են տհաճ զգացողություն, դիսկոմֆորտ, ցավ էպիգաստրալ շրջանում, ախորժակի հետ կապված կարող են լինել ախորժակի բացակայություն կամ հակառակը, լինում է այրոցի զգացողություն եւ նմանատիպ մի շարք դիսպեպտիկ երևույթներ։ Այո, սրանք այն ախտանշաններն են, որոնք խոսում են այս բակտերիայի, այո, առկայության մասին։ Եվ ախտորոշումը նաև շատ կարևոր է այս բակտերիայի, նախ դա կատարվում է բժշկի ցուցումով, թե պացիենտի նախընտրությամբ, եւ երկրորդը որն է նախընտրելի մեթոդը մի շարք մեթոդների շարքում։ Քանի որ ինտերնետի դարում ենք ապրում, այսօր բոլորը ինֆորմացված են, բայց մեծ մասը կարելի ասել բժշկի ցուցումով է գնում նման հետազոտությունների։ Նախ ասեմ, որ նման հետազոտությունները 4-ն են, դա առաջինը դա էնդոսկոպիկ տեստերն են, որը որ գաստրոսկոպիայի ժամանակ ստամոքսից փոքր կտոր են վերցնում եւ այնտեղ որոշվում է հելիկոբակտեր պիլորի առկայությունը։ Երկրորդը դա արյան տեստն է, որտեղ նույնպես որոշվում է հելիկոբակտերի առկայությունը, դա երրորդը դա C13 շնչառական ուրիազային տեստն է, այնտեղ արդեն բուժարույի արտաշնչած օդի մեջ է հայտնաբերվում հելիկոբակտեր պիլորի հակամարմինները, իսկ չորրորդը դա կղանքի միջոցով, այսինքն կղանքի նմուշում հելիկոբակտեր պիլորի հետ կապված օտարածին այդ սպիտակուցի անտիգենի առկայությունն է։ Այդ մեթոդներից կոնկրետ ձեր պացիենտների հետ աշխատելիս դուք որին եք տալիս նախապատվությունը։ Ես նախապատվությունը տալիս եմ C13 շնչառական ուրիազային տեստին։ Դա երևի թե ավելի ժամանակակից մեթոդ է, ավելի ճշգրիտ ինֆորմացիա է տալիս մեզ, իհարկե։ Այո։ Որը հենց մեր կենտրոնում իրականացվում է։ Բուժման մեթոդներին անդրադառնանք, արդյոք դեղորայքան եղանակով հնարավոր է կանխարգելել հելիկոբակտեր պիլորի այսպես տարածումը կամ ընդհանրապես առկայությունը օրգանիզմում, թե սա այլ միջամտություններ է պահանջում։ Չէ, հենց հելիկոբակտեր պիլորի համար նախատեսված է էրադիկացիոն թերապիա։ Դա կոմպլեքս, հա, համակցված թերապիան է, որտեղ ընդգրկված է եւ անտիբակտերիալ թերապիա, եւ հակասեկրետոր թերապիա, եւ վիսմութ պարունակող պրեպարատներ։ Հիմա ես ձեզ ավելի մանրամասն նշեմ այս պրեպարատների իմաստը, հա, նշանակելու։ Ուրեմն անտիբակտերիալ թերապիան, քանի որ նման միջավայր իդեալական պայմաններ է հանդիսանում իր երկարատև գոյատևման համար, դրա համար որպեսզի հելիկոբակտերի, այսինքն պատճառի վրա ազդենք, դրա համար նախատեսված է անտիբիոտիկոթերապիան եւ դրա հետ զուգահեռ հակասեկրետոր, այսինքն պրոտոնային պոմպի ինհիբիտորներ եւ վիսմութ պարունակող պրեպարատներ, այսինքն պաշտպանիչ, բորբոքային պրոցեսը հանող պրեպարատներ, հա, բայց պետք է անպայման լինի կոմպլեքս թերապիա, որը նշանակվում է 14 օր։ 14 օր հետո անտիբակտերիալ թերապիան դադարեցնում ենք, բայց մնացած երկուսը շարունակում ենք եւս որոշ ժամանակ, որից հետո դեղորայքային կուրսը ավարտելուց ոչ պակաս քան 2 շաբաթ անց կատարում ենք հելիկոբակտեր պիլորի
հետազոտությունը, այսինքն տեսնում ենք ինչքանով է արդյունավետ եղել, այո, հավանական է, որ այն վերացած չլինի, այո։ Քիչ հավանական է, բայց ամեն դեպքում լրացուցիչ ստուգվում է։ Բժշկուհի, եւ կցանկանայի նաեւ նշեիք, թե տարիքային որ խմբերում եք այս խնդիրը ավելի շատ նկատել, այ մանկական տարիքում նույնպես այն հնարավոր է լինի, թե մեծահասակ։ Գիտեք, բոլոր տարիքներում հնարավոր է, բայց քանի որ ես մանկական տարիքի երեխաների հետ չեմ առնչվում, հա, չեմ կարող հստակ ձեզ պատասխանեմ, բայց պատկերացրեք մեր բուժառուների մեծ մասը դրական պատասխան է ստանում հետազոտությունից հետո։ Իսկապես խնդիրը բավականին տարածված է, իսկ այ կրկնակի հետազոտության մասին խոսեցիք։ Այ բուժումից հետո հետաքրքիր է ձեր կարծիքը, հիմնականում այն վերացած է լինում, թե հազվադեպ դեպքերում է, որ կրկնվելու բուժումը կրկին անցնելու անհրաժեշտություն է լինում։ Իմ պրակտիկայում նման դեպք չի եղել դեռ։ Հիմնականում անցնում է։ Այո, եւ նաեւ խոսենք, թե ինչ հակացուցումներ կարող է ունենալ մարդը, ենթադրենք այս բուժման առջև է կանգնած, սակայն ունի այլ ուղեկցող խնդիրներ, հիվանդություններ։ Արդյոք դրանցից որևէ մեկը կարող են խոչընդոտ հանդիսանալ նման բակտերիայի դեմ դեղամիջոցներ ընդունելուն, չէ՞ որ նշեցիք, դրանք անտիբիոտիկներ են եւ այլն։ Հիմնականում ունենում են այն մարդիկ, ովքեր անտիբակտերիալ թերապիայի հանդեպ ունեն ալերգիկ ֆոն, իսկ մնացած առումներում պատկերացրեք ոչ, բայց այդ դեպքում էլ ենք համատեղում անտիբակտերիալ թերապիան հակահիստամինային պրեպարատներով, քանի որ նման ինֆեկցիան թողնելով օրգանիզմում ավելի բացասական արդյունքներ կարձանագրենք, քան որ հետը զուգահեռ մեկ այլ պրեպարատ էլ, հա, գումարենք։ Շատ լավ։ Եվ կցանկանայի մեր զրույցի վերջում այսպես հակիրճ մեր հեռուստադիտողին ուղղորդեիք, թե ինչպես վարվել, որ հնարավորինս խուսափել այս բակտերիայի վարակվելուց։ Ուրեմն ինչքան հնարավոր է զգուշ շփվել, հատկապես այն վայրերում, որտեղ որ իրենք ապահովագրված չեն, իրենք են որ չգիտեն, հա, նման սննդամթերքների, սպասքի, մաքրության, ախտահանման աստիճանը։ Ահա, իսկ ընտանիքի անդամների դեպքում անընդհատ պետք է ձեռքերը լվանալ, միրգ բանջարեղենը հոսող ջրի տակ, իհարկե, շատ կարևոր պայման է հանդիսանում։ Այո, եւ այսպիսով կարող ենք նաեւ կանխել այս բակտերիայի առաջացումն ու փոխանցումը։ Շնորհակալ եմ Տաթևիկ հետաքրքիր ինֆորմացիայի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, դե ինչ եթե չեք ուզում կանգնել գաստրիտներ, ստամոքսի խոցեր եւ ահա այսպիսի խնդիրների առջեւ պետք է պարզապես հետեւել մասնագետի խորհուրդներին եւ այս հայկական մրգերի այս ակտիվ շրջանում դրանք լավ լվանալ, հետեւել բոլոր հիգիենայի նորմերին, կանոններին, դե ձեռքերը լվանալը թվում է թե շատ պարզ խորհուրդ է, սակայն իրականում շատ հիվանդություններ հենց այս կերպ են, կեղտոտ ձեռքերի միջոցով են ներթափանցում մեր օրգանիզմ, ինչը կարելի է վերագրել նաև Helicobacter pylori բակտերիային։ Թեմայի շուրջ զրուցում է Իզմիրլյան բժշկական կենտրոնի կոնսուլտացիոն ախտորոշիչ բաժանմունքի եւ ընդունարանի ղեկավար գաստրոենտերոլոգ Տաթևիկ Բադալյանի հետ։ Բժշկու հետ կարող եք կապվել նշված հեռախոսահամարով, իսկ ես հորդորում եմ ձեզ հետևել բոլոր հիգիենայի կանոններին, ինչպես նաև ձեր առողջության յուրաքանչյուր փոփոխությանը։ Կհանդիպենք, առողջ եղեք։